Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում շատ կարևոր բաների մասին ենք խոսելու, որն է իրականում կուսակրոնության ուխտը, ինչու եւ ովքեր են փորձում եկեղեցի ներքաշել քաղաքական դաշտի մեջ, քաղաքական շրջանակների մեջ, ում է դա ձեռնտու եւ ուր է տանելու այս ամենը, որոնք են դրա վտանգները, տաղավարում իմ հյուրը եւս շատ հետաքրքիր սրբազաններից է, Մասաչոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, սրբազան հայր Աստվածօգնական։ Աստված պահապան։ Սրբազան շատ թեմաներ կան խոսելու այս օրերին, գիտեք, ինչպես են սվինահարում եկեղեցուն տարբեր կողմերից, եկեք վերջին իրադարձություններից սկսենք մեր քննարկումը, այսօրվա զրույցը Ստամբուլ էր գնացել վարչապետը եւ համացանցում տեսնում եմ, թե նոր քննադատության թիրախ է դարձել եկեղեցին, հոգեվորականները նրան չեն դիմավորել, չեն գնացել հանդիպմանը վարչապետի հետ, մերժել են այսպես ասած եւ պատրիարքարանի դուռը նույնպես փակ է եղել, հատուկ բացել են, ինքը մտել է ներս, գլուխ է խոնարել եւ դուրս եկել, ինչքան հասկանում ենք լուրերից, սա քրիստոնեական մոտեցում է հոգեվորականների կողմից, թե քաղաքական մոտեցում է, ոնց եք դուք գնահատում։ Դժվար է այս կամ այն եզրույթով գնահատական տալ երևույթին։ Եկեղեցին ինքը քրիստոնեական կառույց է, քրիստոնեական հիմքի վրա իր առաքելությունը իրականացնող կառույց է։ Ես շատ տեղեկություններ չունեմ, անկեղծ ասած, ձեր նկարագրած այցի վերաբերյալ, միայն տեսել եմ YouTube-ում մի հատված, որ վարչապետը մտել էր եկեղեցու բակ եւ խոնարհվեց այնտեղ հուշարձանի առջև։ Դա եմ տեսել։ Ես գիտեմ իմ տեղեկություններով, իհարկե չեմ կարող պնդել, գիտեմ, որ պատրիարք հայրը այս պահին Ամերիկայում է գտնվում, բայց միևնույն ժամանակ տեսա, որ այդ հանդիպանը հայ եկեղեցու հոգևորականներից մարդ չկար, բայց եկեղեցու դուռը բաց էր, մտել են։ Մի բան կարող եմ ասել, որ եթե հոգևորական չկար եկեղեցում կամ առհասարակ որևէ մեկը չդիմավորեց, պետք է ենթադրել, հավանաբար դա պայմանավորված է եկեղեցու դեմ այսօր իրականացվող այդ արշավով, որ եւ էլի եմ ասում, քաղաքական բառը այստեղ օգտագործելը ճիշտ չի։ Տեսեք, հայ եկեղեցին մեկ ամբողջություն է։ Անհնար է թիրախավորել հայոց եկեղեցին հատվածաբար, եթե դու մարմնի մեկ հատվածին ցավ ես պատճառում, ամբողջ մարմինն է այդ ցավը ապրում։ Իսկ եկեղեցին, ինչպես Պողոս Առաքյալն է բնութագրում, Քրիստոսի մարմինն է, որի գլուխը Քրիստոս է։ Մենք բոլորս այդ մարմնի անդամներն ենք։ Ես ավելի շուտ կասեմ, որ սա եկեղեցու ցավն է, արտահայտված դրանով։ Թե չէ ասել քաղաքական, դրա ինչն է քաղաքական։ Իսկ այն, որ եկեղեցին թիրախավորվում է, այսօր դա քաղաքական է։ Դուք պիտի ասեք հաղորդման ընթացքում դուք քաղաքական եք գնահատում այդ արշավը։ Ես անհասկանալի եմ գնահատում այս արշավը։ Ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Գիտեք, եթե եկեղեցին լիներ քաղաքական դաշտում մրցակից, կասեի, բայց եկեղեցին մրցակից չէ, եկեղեցին իր առաքելությանը հավատարիմ, իր գործն է անում։ Ես եկեղեցի ասենլով միշտ նկատի ունեմ Մայր Աթոռի պաշտոնական դիրքորոշումները, հնչեցված այս կամ այն հարցի առնչությամբ, իսկ այդ հարցերը բոլորը վերաբերվել են մեր պետականությանը։ Մայր Աթոռը 1700 տարի հայ պետականության կարևոր առանցքային մասերից մեկն է եղել, այսօր էլ շարունակում է մնալ։ Եկեք տարանջատում անենք, անհատների գրառումները, խոսույթը չնույնացնենք Մայր Աթոռի պաշտոնական դիրքորոշման վրա, իսկ Մայր Աթոռի պաշտոնական դիրքորոշումը ձևակերպել քաղաքական, դա մեծագույն սխալ է։
Բայց հրաժարական էր պահանջը։ Մեղանչում ենք մեր պատմության դեմ, որովհետև մեր պատմությունը այսօրով չի սկսել։ Մեր հետևում ունենք բազմադարյան փորձառություն, պատմական, քաղաքական։ Իսկ եկեղեցին այդ փորձառության կարևորագույն առանցքային մասերից մեկն է։ Սրբազան, բայց եկեղեցին նույն մայրաթորը վարչապետի հրաժարականն էր պահանջել։ Հենց սրանով են բացատրում իշխանականները, որ այդ ժամանակ եկեղեցին ինչի՞ չտարանջատվեց պետությունից, իշխանությունից։ Տարանջատվել, եկեղեցին միշտ տարանջատված է եղել բոլոր ժամանակներում իշխանությունից եւ այսօր էլ սահմանադրությամբ եկեղեցին տարանջատված է իշխանությունից։ Հրաժարականի պահանջը Սահմանադրությամբ եկեղեցին, այո, ամենայն հայոց կաթոլիկոսը համայն հայության հովապետն է։ Եթե եկեղեցին որևէ հարցի մասին խոսում է, ապա բարձրաձայնվում է հայության մտահոգությունները։ Դրանից պետք է միայն ուրախ լինել, որ կա այսպիսի մի կառույց, որը դարերով միշտ հայոց պետականության կողքին է եղել, այսօր էլ շարունակում է մնալ։ Խոսքը պաշտոնական եկեղեցու դիրքորոշումներին է վերաբերվում։ Այսինքն հրաժարականի պահանջը միայն այդ ռակուրսով կարող ենք նայել եւ միայն այդպես անցնել։ Հայ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումները բոլորը բխում են հայ պետականության եւ մեր ազգային շահերից։ Ես այս հարցին ելի եմ անդրադարձել, այսօր եմ։ Ով ոնց կհասկանա, ոնց կմեկնաբանի, դա իր խնդիրն է։ Եկե մայր աթոռի արտահայտած ցանկացած դիրքորոշում միայն մեր պետականության շահից է բխում, ավելին չեմ կարող ասել։ Բայց վարչապետ Փաշինյանն է ժողովրդի անունից հանդես գալու։ Այսօր մեր երկրում ով ժողովրդի անունից չի խոսում։ Ով խոսում է։ 2-3 հոգով գալիս են ասում են ժողովուրդը այսպիսի բան է ուզում։ Ուզում ասեմ, այդ պրակտիկա ժողովրդի անունից հանդես գալը շատ տարածված է այսօր։ Շատ լավ։ Թող խոսի։ Բայց դա ժողովրդի պահանջը չէ վստահաբար։ Ժողովրդի պահանջը ինչ իմաստով, ինչ նկատում եք։ Եկեք հերթով գնանք այն ինչը ձևակերպում է վարչապետ Փաշինյանը իր գրառումներում, նախ այս ընթացքում մոտ 3 տասնյակ գրառումներ է արել եկեղեցու եւ վեհափարի եւ տարբեր հոգեվորականների հետ կապված, այդ ամբողջը եզրափակվեց վերջին շրջանում ազգային ժողովի իր վերջին ելույթով, որտեղ նույնպես անդրադարձավ եւ մեղադրանքներ հնչեցրեց եկեղեցու հետ կապված։ Ես կխնդրեմ անդրադառնալ ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը ասաց, որ կուզեմ ձեր արձագանքը այս ամենի հետ կապված կուզեմ լսել։ Եթե հարցեր կան, որոնք կարիք ունեն լուսաբանման, ես իմ տեսանկյունից կլուսաբանեմ։ Սրբազան, տեսեք, նախ վարչապետը հայտարարեց ազգային ժողովից, որ ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիչ Ներսիսյանի քաղաքացիական անունով է դիմում վեհապարին, նրա եղբայրն է, մյուս թեմի առաջնորդը իր քրոջ որդին է, հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից եւ մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների եւ նվիրապետության համար։ Ինչու եք վարչապետի հոգևոր զգացմունքները այսպես ոտնահարում Սրբազան։ Հիմա ինչ վերաբերում է կլանի մասին, դա բացահայտ սուտ է։ Վեհապարը այն եզակի եկեցու եկեցական գործիչներից է այդ իմաստով, որ առանձնանում է այսպես հավասար վերաբերմունքով հոգևոր դասի հանդեպ։ Չի կարող որևէ, ես եկեք իմ սերունդի մասին խոսել, որևէ հոգևորական ասել, որ վեհապարը իրեն հնարավորություններ չի տվել լիարժեքորեն իրականացնելու, չի, այսինքն չի ուղարկել ուսման, չի նշանակել կարևոր տեղերում, չկա այդպիսի բան։ Վեհապարին այդտեղ մեղադրել է, դա ամենամեծ սուտն է, որ կարելի է ասել։ Բացարձակ վեհապարի մոտ չկա կլանային մտածողություն։ Ինչ վերաբերում է վեհապարի եղբորը Եզրած Սրբազանին, ապա Եզրած Սրբազանը մինչև վեհապար դառնալն էր Ռուսաստանի թեմում ծառայում, եւ մենք գիտեինք, թե ինչ նախանձախնդրությամբ էր ծառայում, ոնց էր ծաղկեցրել կարճ ժամանակում Պետերբուրգի հայ համայնքը։ Այդ եկեղեցիները այսօր որ կան, որոնք նաեւ քաղաքի հպարտություն են համարվում, Եզրած Սրբազանի օրոք են վերաբացվել, նորոգվել, առհասարակ երբ որ նա հովիվ էր Պետերբուրգում, հայկական կյանքը, հայ համայնքի կյանքը
այլ տեսակի վերածնություն էր ապրել, աշխուժեր, եկեղեցին լիքներ, միշտ եկեղեցիները եւ շատ տրամաբանական եմ տեսնում, որ այդ տեսակ նվիրյալ փորձառու հոգևորականը պիտի ղեկավարեր նաև Ռուսաստանի հայոց թեմը։ Ես ձեզ ասեմ, որ բացառիկ թեմներից մեկն է Ռուսաստանի հայոց թեմը, որ այդքան կազմակերպված է։ Ուղղակի ես հիացած եմ այն գործունեությամբ, որ իրականացնում է այսօր այդ թեմը։ Ամեն իմաստով կազմակերպված, եկեղեցիները իրենց դպրոցներով օժտված, ամեն ինչ Մոսկվայի կենտրոնում գործում է հայկական դպրոց, ամեն ինչ արվում է հայկական կյանքը, հայկական ինքնությունը այսպես լիարժեք պահելու համար։ Այսինքն բարեկամական կապը ուրախ լինենք, դրեք մի կողմ բարեկամական կապը։ Եզրախ Սրբազանի հանցանքը չի, որ եղբայրն է։ Վեհապար հայրապետի եղբայրն է։ Մեր եկեղեցու ամենաարժանավոր հոգևորականներից մեկն է Եզրախ Սրբազանը։ Այդ կլինի իմ անկեղծ գնահատականը։ Մոռանանք ով ում եղբայրն է։ Այսօր այդ թեմը մեր ամենածաղկուն թեմերից մեկն է։ Ուրախ չենք։ Հա? Թե կան մարդիկ, որ դրանից իրենց վատ են զգում։ Հա, ուզում ենք հայ համայնքներ հզոր լինեն։ Ու մենք տեսնում ենք այդ թեմը ինչքան այդ թեմի հայրենիները ինչ ջերմեռանդությամբ են կապված եւ հայրենիքին եւ մեր եկեղեցուն։ Մենք պիտի սրանով մենակ ուրախ լինենք։ Վատ է։ Մենք կուզենանք, որ մյուս թեմերն էլ այդքան աշխուժ լինեին։ Դրանով եւ մեր պետությունը պիտի հզորանար եւ մեր եկեղեցին ավելի գործուն լիներ։ Իսկ քրոջ որդու պատմություն։ Չեմ ուզենա այդ պատմությանը անդրադառնալ։ Բայց արդեն ազգային ժողովի ամբիոնից մեր եկեղեցու ամենաարժանավոր հոգևորականներից մեկն է։ Մենակ ծաղկացրել է թեմը։ Այսինքն հանցանքը ո՞րն է, որ քրոջ որդին է։ Հա? Եթե մարդը արժանավոր է, մենք նույն լսարանում ենք սովորել, մեր լսարանի ամենախելացին էր։ Հա? Ես այդպես եմ գնահատում։ Այո, բոլորն է գիտեին, որ ամենախելացի ուսանողներից մեկն է, եթե ոչ առաջինը։ Ինչու՞մ է խնդիրը։ Հիմա փորձում են ներկայացնել յուրայիններին։ Ինչ յուրային։ Այսինքն ուրախ չենք, ներս է շնորհալու եղբայրն էլ կաթողիկոս էր։ Բախլավունյաց ամբողջ տողմը երկար ժամանակ մեծ ծառայություն է ունեցել եկեղեցու կյանքում Կիլիկիա շրջանում։ Ուրեմն ասենք ներս է շնորհալին։ Ինչ է, հա։ Ուրախ չենք։ Հոգևորականներ կան, որ եղբայրներ ունեն, չգիտեմ, քրոջ զավակներ, ինչի մենակ վեհապարի ընտանիքն է, հա, եկեղեցում ներկայացված կամ ներգրաված։ Չէ՞ որ դա ծառայություն է, ինչից ենք բողոքում։ Նույնը կասեմ Արագածոտնի թեմի մասին, մեր եկեղեցու այսօր բավական թեմերից մեկն է։ Այսինքն իմ ասածը դրեք մի կողմ, գնացեք համոզվեք։ Ինչ է այնպես չի։ Խնդիրը ինչու՞մ է։ Մեղադրանքերությունը, հա։ Կներեք, նույն ձևով ես կարող եմ մեղադրել նրանց, բոլոր նրանց, ովքեր ում բարեկամները պետական պաշտոնների են կամ ներգրավված են։ Դե թող իրենք Խավորսանի, քնամի բարեկամ։ Հա, եթե թող իրենք բացատրություն տան, այդ ասեմ դա կլանային որակ եմ, հա։ Այս ինչի կինը, չգիտեմ, կարևոր պաշտոնի է, այն ինչի ամուսինը, ես չեմ ուզում անուններ հնչեցնել, այնպես չի մենք չենք տիրապետում, հասկանում եք, բայց մենք թույլ չենք տա երբեք անուններ հնչեցնել, եւ դա պատշաճ չեմ համարում։ Էլ եմ ասում, վեհապարը այն մարդն է, այն եկեղեցական գործիչն է, որ ազատ է կլանային մտածողությունից բացարձակ։ Հասկացա, որովհետև քաղաքական դաշտում իրենք դա նույնպես արդարացնում եւ բացատրում են իրենց բարեկամներին տեղ տալը, հանկարծ պարզվել էր, որ 18-ից հետո իրենց մոտ նոր ձիրք եւ նոր շնորհքներ էին հայտնաբերվել բոլորի մոտ, այսպես կառավարիչներ լինելու, տնօրեններ դառնալու, բոլորի կանայք զոքանչները, եղբայրները, ամուսինները, հայրերը բոլորը հանկարծ բիզնես ջիղեր էին իրենց մոտ ի հայտ եկել։ Սրբազանը եկեղեցու դեպքում չեմ ուզում, այո, ես բան չեմ ասի այդ իմաստով, ես կասեմ, որ դա հանիրավի թիրախավորում է։ Մենակ հայ եկեցին շահել է։
այդ անունները որ տվեցիք իրենց գործունեության արդյունքում մենակ շահել են հայ եկեցին ու հայ համայնքը։ Մենք էլ չեմ ուզում ես հատուկ նշեմ, թե 44 օրյայի ժամանակ կամ դրանից հետո արցախցիների բռնի տեղահանությունից հետո Ռուսաստանի հայոց թեմը ինչ մեծ օգնություն է, ամենամեծ օգնություն ցուցաբերած թեմն է։ Եվ այսօր այդ հատուկ հարթակ կա թեմի առաջնորդի կողմից ստեղծված հայկական խաչ հարթակը, այսօր էլ շարունակաբար այդ հարթակում դրամահավաքներ են լինում ոչ միայն արցախահայերի, այլև տեղացիների համար։ Շատ ասեմ ձեզ, որ լավ աշխատող հարթակ է եւ արդեն բազում կարիքավոր ընտանիքներ են օգտվել։ Այդ էլ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդի շնորհքն է։ Այո, հերթական նախաձեռնությունն է հայանպաստ։ Սրբազան ճիշտ է, որ Վասիկ վարչապետ ազգային ժողովից ասաց, որ մոմի գործի նայողը կաթողիկոսի եղբոր տղան է։ Դա ուղղակի ես այգեք չմեկնաբանում եմ, աբսուրդ է։ Իհարկե, ինչի մասն է խոսքը։ Սրանով ուզում են ցույց տալ, որ տեսեք ամեն մեկը գործերը այսպես կիսվել են, կլանի այդ բանն է ուզում ցույց տալ, հասկանում եք Սրբազան։ Անիմաստ թեմա է։ Անդրադառնանք ամենաշատ քննարկված վերջին օրերի թեմային, կուսակրոնության ուխտին Սրբազան։ Տարբեր մարդիկ տարբեր կերպ են այս օրերին մեկնաբանել կուսակրոնության ուխտի գաղափարը ընդհանրապես։ Վարչապետը 356 թվականի աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունն է ասում, որ սա են պաշտպանում, խոսելով ուխտի մասին, ըստ որի եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն։ Տեսեք, լավ, շատ լավ։ Նախ 56 թվականին չի, այդ ժողովը 53-54, այսպես 50-ականների, բայց մինչև 54 պատմաբանների ուսումնասիրությունը դա է ցույց տալի, որ պիտի տեղադրել մինչև 54 թվականը, որ աշտիշատում տեղի ունեցավ Ներսես մեծ հայրապետի օրոք, Ներսես մեծը ինքը ամուսնացած էր այո կաթողիկոսի իբրև եւ այդ ժողովը բնավ չի քննարկել որ եպիսկոպոսները հետ այսու պիտի լինեն կուսակրոն, ոչ։ Այդ ժողովը մի քանի կարևոր հարցերով է զբաղվել։ Դրանցից մեկը, որ մերձ ամուսնությունները, արյունակցական ամուսնությունները արգելվել են։ Դուք գիտեք, հին Հայաստանում, այո, եղել են մերձ ամուսնություն եւ այնտեղ, ասեմ, ժողովի կանոններ չկա, նախ ես նշեմ, բայց Փաստոս Բուզանդի եւ Խորենացու մոտ պահպանվել է ժողովին վերաբերող տեղեկություններ, դրա հիման վրա ասեմ ինչ է եղել։ Այդ մերձ ամուսնությունները արգելվել են, որոնք այսօր արյունապղծություն են իբրև բնութագրվում, Ներսես մեծը խստիվ արգելեց հարազատների հետ արյունակցական կապերը։ Ամուսնական կապերը կներեք, խստիվ դա արգելվեց։ Հետո հեթանոսաբար մահացողի հետևից ողբ անելը, դա էլ որովհետև հին Հայաստանում ողբի ինստիտուտ կար, ողբասացներ, դա էլ արգելվեց, որովհետև մենք քրիստոնյա ենք ու մենք հավատում ենք, հարության հույսով ենք ապրում, հավատում ենք, որ պիտի դատաստան լինի եւ հարություն առնեն մեղրները, հավիտենական կյանքի համար, մյուսները, այո, հավիտենական տանջանքների, այսպես դա էլ արգելվեց, հետո այդ ժողովի կարևոր որոշումներից մեկը եղավ բարեսիրական մշակույթի զարգացումը հայ եկեղեցու կյանքում, Ներսես մեծը հիմնադրեց հիվանդանոցներ, ուրկանոցները նախատեսված էր բորոտությամբ եւ ուրուկությամբ տառապող հասարակական խմբերի համար, որոնք չէին ընդունվում հասարակության մեջ իրենց հիվանդության պատճառով խոցելի խմբեր էին, խարանի ենթարկված խմբեր էին, Ներսես մեծը հիվանդանոցներ եւ ուրկանոցներ հաստատեց նրանց համար, հիվանդանոցի համար աղքատանոց բառն է օգտագործում, դրա տակ նկատի են առնված այդ հիվանդանոցները, այո, հետո որբերի ու այրիների համար հատուկ բարեսիրական կառույցներ ստեղծվեցին, որ հավանաբար նրանց պիտի սննդով ապահովեին
Այսինքն կուսակրոնության ուխտի մասին Ոչ, որևէ բան ասեմ, չկա։ ավելացնեմ, կուսակրոնության չէ, բանական կարգերը Ներսես մեծը, Այո, բարեկարգեց, տեսեք, Ներսես մեծը Բարսեղ մեծին ժամանակակից էր, Բարսեղ մեծը հիմնադիրն է համարում միաբանական կյանքի, մինչ այդ ապրում էին ավելի շատ ճգնավորական կյանք, անապատական կյանքներ զարգացած, Ներսես մեծը միաբանական կյանքին զարգ տվեց վանականության մեջ, որն էր դա, երբ որ արդեն մի խմբով էին ապրում վանականները բանքում եւ աղոթում էին եւ իրենց մյուս ժամանակը անց էին կացնում աշխատանքով կամ գիր գրականությամբ զբաղվելով։ Այս է միաբանական կյանքի հաստատումն է, կուսանոցներ եւ մենաստաններ հիմնեց Ներսես մեծը, կարգավորեց վանական կյանքը, ինքը լինելով ամուսնացյալ կաթողիկոս, ամուսնացած լինելով, այո, այս էր Աշտիշատի ժողովը։ Չկար խոսք նրա մասին, որ չպետք է չէ, տեսեք, ոչ, մենք չունենք որևէ ժողովի կանոն, տեսեք, որտեղ ասում է, որ եպիսկոպոսը պիտի լինի կուսակրոն, չկա այդպիսի ժողովի կանոն։ Կան Շահապիվանի ժողովի կանոնները, որտեղ խոսվում է, ես այս մասին ասել եմ, նորից կրկնեմ, որտեղ խոսվում է սարկավագի կնոջ, քահանայի կնոջ մասին, բայց խոսք չկա եպիսկոպոսի կնոջ մասին։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ հայոց եկեղեցում մտավ կուսակրոն եպիսկոպոսության գաղափարը։ Այդպես ենթադրվում է այդ տեքստերից ելնելով, քանի որ եպիսկոպոսի կնոջ մասին ոչինչ չկա, ենթադրվում է, որ մտավ, տեսեք, դա հայ եկեղեցի մտել է սովորութենական իրավունքով, մինչ բյուզանդական եկեղեցի 6-րդ դարում է մտել, 6-րդ դարի երկրորդ կեսից հետո նույնը կաթոլիկ եկեղեցի 11-րդ դարում պաշտոնապես կուսակրոնությունը, հա, ենթադրաբար այդ ժամանակ է մտել 5-րդ դարից եւ Մելիք Թանգյանն էլ ասում է հայ եկեղեցում առաջինը մտավ, բայց սովորութենական իրավունքով, որովհետեւ մենք էլի ունենք վկայություններ պատմությունից, երբ ամուսնացյալ քահանան արդեն հետ 5-րդ դարի մասին է խոսքը, եպիսկոպոսությանը բարձրացել կամ պատմությունից վկայություններ, եւ երբ որ մեր ձեռնադրության տեքստն էլ նայում եք եպիսկոպոսի, այնտեղ չկա կուսակրոնության մասին խոսք, որևէ տող չկա, այսինքն պետք է ենթադրել, որ հայ եկեղեցում կուսակրոնությունը վերապահված է եղել, եպիսկոպոսները պետք է լինեին կուսակրոն, այո, բայց նաև արգելված չի եղել, որ քահանաները բարձրանան եպիսկոպոսության, պետք է այդպես ենթադրել։ Ոչ կուսակրոն քահանաները կարող էին հասնել եպիսկոպոսության։ Որովհետև պատմությունից ունենք վկայություններ, թե ինչ էր ենթադրում դա, արդեն դժվար է ասել, ես հանդիպել եմ մեր պատմիչների մոտ, որ քահանան, էլի միջնադարի մասն է խոսքը, բարձրացել է եպիսկոպոսության, չգիտեմ ինչ է ենթադրում, արդյոք դա ենթադրում էր կուսակրոն կյանք, թե չէ, ամենայն հավանականությամբ պիտի ենթադրեր, կարծում եմ, որ հետ այդու պիտի նա ապրեր կուսակրոն կյանքով, բայց սա ուսումնասիրության նյութ է, մանրակրկիտ ամբողջ մեր ժառանգությունը պիտի նայվի, տեսնենք ինչ վկայություններ կան, որ վերջնական պատասխան տրվի։ Սրբազան կներեք, բայց Փաշինյանը դավանաբանական հիմնավորումներ բերեց ազգային ժողովում, որ եկեղեցու ամենանվիրված եւ հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին, որոշում կա դրա հետ կապված ասած, պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ, իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության եւ ոչ որևէ ասած որևէ բան չեմ հերքի։ Այո։ Ըստ Փաշինյանի այս որոշման տրամաբանության մեջ դրա մեջ ինչ ասել է ճիշտ է ասել, այո, այդպես էլ կա։ Բայց մենք ուրիշ կերպ ենք ընկալում այդ կուսակրոնության ուխտի խախտումը, դուք հոգևորականները այլ կերպ ենք ընկալում։ Չէ, այլ կերպ ընկալելու, նայեք, ուխտի ինչ է ուխտը, մենք յուրաքանչյուրս իբրև քրիստոնյա ուխտի մեջ ենք, Աստծո հետ ուխտում ենք։ Տեսեք, անկումը մեկ այլ բան է, ուխտի խախտումը այլ բան, այս պարզաբանումը պետք է մտցնել, ուխտի խախտումը վերաբերում է տևական երևույթին,
ու դա պետք չի միայն տարածել սեռական ժուժկալության վրա։ Արդյոք հենց այդ կուսակրոնության ուխտի խախտումը սեռական կյանքին է վերաբերում։ Կուսակրոնության ուխտը շատ բաների է վերաբերում, ուխտի խախտումը, նախ ուխտը ինչին է վերաբերում է հայ եկեցու կարգերի կանոնների համաձայն գործելուն, ապրելուն, հայ եկեցու ավանդությանը հարազատ մնալուն, հայ եկեցու դավանանքի չշեղվելուն։ Բայց այդ կանոնը չի ասում, որ չպետք է ամուսնանան, չպետք է ընդհանրապես կենակցեն, որևէ կին տեսած չլինեն։ Մենք ուխտագիր ենք ստորագրում, տեսեք, մեր ուխտագրի մեջ գրված է, որ մենք պիտի ապրենք կուսակրոն կյանքով։ Հիմա ես ինչ էի ասում, հետ վերադառնանք իմ առաջի ասացի, անկումը մի բան է, տևականորեն հարատևել։ Բացատրեք, որն է անկում։ Եթե ասում են, որ զավակ ունի կաթողիկոսը եւ խախտել է ուխտը, հիմա դա անկում է թե չէ։ Չքննարկենք, հա, մենք դրանք անդրադառնանք, եթե հետո, հա, հերյուրանքները չեն քննարկում։ Եթե ինչ-որ մեկը այդ հերյուրանքը տարածել է, խնդրեմ, թող ճշտեն, վստահ եմ։ Կկարողանան ճշտել ով է հերյուրանքի հեղինակը։ Ինչ ենք մենք հերյուրանքները քննարկում։ Այսինքն դրանք ապատեղեկատվություններ են։ Միանշանակ կներեք, օրեր առաջ ես վարչապետի ելույթը լսեցի պարլամենտում, ասեց, եթե ես մամուլի հրապարակումներին հետևեմ, ասեց ձեզանից շատերը պիտի KGB-ի հենց իր խոսքն եմ, ասում պատվալներում լինեին։ Հիշում եք դուք։ Ասես չէ։ Հիմա ինչին ենք հետևում մամուլի հրապարակումներին։ Կարծեմ վարչապետը իր մի գրառման մեջ ասել է, որ սա ազգային անվտանգության հարց է, չէ՞։ Խնդրեմ, թող ազգային անվտանգության տեսանկյունից ուսումնասիրեն, թե ով է հերյուրանքի հեղինակը։ Դա հերյուրանք է, ես էլ ասում եմ։ Ասած ապացույցներ կբերեն։ Ես էլ ասում եմ, դա հերյուրանք է, ես էլ պնդում եմ, որ հերյուրանք է։ Ասած պնդում եմ կաթողիկոսը ունի զավակ եւ ես ապացույց կբերեմ։ Ես չեմ էլ քննարկում։ Սրբազան։ Ասենք չի կարող ապացույցներ բերել։ Իհարկե ոչ։ Ինչ որ փորձագիտական եզրակացություններ, ինչ որ հերյուրանք է եւ առաջարկում ձեզ անցնել առաջ։ Սրբազան մարդիկ հիմա մասին խոսենք, որ բոլորը մի հատ էս մասով, քանի որ արդեն եկանք այս գծի վրա մի հատ հասկանանք, հետո ամբողջությամբ բացենք ինչ է նշանակում իրականում ուխտը հենց այդ։ Վարչապետը հրապարակային բոլորին ասում է, ինչու է լռում վեհափառը, այսինքն Գարեգինբան ինքը քաղաքացիական անով։ Ասում ինչու է լռում։ Եթե լռում է, լռությունից մենք եզրակացնում ենք, որ պատասխանը Հրիփսիմե ջան, ես տվել եմ ազգային եկեղեցական ժողովը վեհափարի անձին վերաբերող բոլոր հարցերի պատասխանը դրական իմաստով տվել է, դա չենք քննարկում։ Այստեղ մի հարց կա, եթե նա շատ մտահոգված է, ուզում է հասկանալ ով է հերյուրանքի հեղինակը, ապա թող այդ ուղղությամբ քայլեր անի։ Լավ։ Բայց ինքը չգիտի, որ դա հերույն, ինքը պնդում է, որ դա ինքը ապացույցներից է խոսում։ Իրենք են հողմանում մամուլը։ Վերջ։ Այսինքն Փաշինյանի այս ամբողջ գրառումների հիմքում մամուլն է միայն։ Կարծում եք, չունի։ Իրեն չեն տրամադրել փաստեր։ Ինչ փաստեր։ Բա ինքը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ես մինչև այդ լսել եմ խոսակցություններ չեմ հավատացել, հիմա այլ տեղեկություններ ես ունեմ, իրեն տրամադրել են տվյալներ ու ես կապացուցեմ։ Այո, ես համոզված եմ խոսքը հերյուրանքների մասին է եւ իմ խորհուրդը խնդրեմ բացահայտեք ով է հերյուրանքներ տարածողը, այսքան բան, վատ բան եմ ասում։ Լավ, էլի կանդրադառնանք, բայց այս մասով ուխտի հետ կապված ինչ էր դա ի վերջո նշանակում, ոնց է մենք ուխտը վերաբերում է, միայն չի վերաբերում սեռական կյանքի շուրջկալությանը, իհարկե դա էլ ուխտի մի մաս է, կարևոր մաս է, հա, ուխտը վերաբերում է չկրկնեմ, արդեն ասացի, մեր ամբողջական ծառայությանը, մեր կոչման ամբողջականությանը, մենք պիտի լիարժեք կերպով մեզ իրացնենք մեր առաքելության մեջ ու ցանկացած հարցում, օրինակ, եթե ես ծիսական կյանքը թեմի առաջնորդ եմ, չէ, ծիսական կյանքը լավ չեմ ապահովում իմ եկեղեցիներում, ես թերանում եմ։ Զուտ դրա մասին է խոսքը։ Ինչ Չէ, զուտ դրա մասին չի, ես անընդհատ փորձում բացատրել, որ դա մի ամբողջության մասին է։ Դա մի իմաստն է ուխտից, որ ես պիտի հայ եկեղեցին իմ թեմերը, իմ թեմից ներսում գործող եկեղեցիների ծիսական կյանքը լիարժեք ապահովեմ, պատարակը չպետք է կրճատվի, երկեցողությունը պիտի պատշաճ լինի եւ այլ այս ծիսական։ Այսինքն եթե հոգեվորականները կարողանում են բոլորը իրենց գործերը լիարժեք անել, ծառայություն լիարժեք մատուցել, կանանց հարցում էլ կարող են ըստ էության հարաբերություններ արգելված չեն եւ այլ, ճիշտ եմ հասկանում կուսակրոնության մասին։ Չէ, ճիշտ չեք հասկանում։ Հա։
Չի ես ասում կուսակրոնությունը ուխտի մի մասն է։ Չէ, կան երկու դասին, կան ամուսնացյալ եւ ոչ ամուսնացյալ։ Ոչ ամուսնացյալները թուղթ են ստորագրում, որ իրանք նաեւ պարտավորվում են կուսակրոն կյանքով ապրելու։ Այնտեղ կետեր կան։ Դա էլ կետերից մեկն է։ Դուք ճիշտ հասկացաք հիմա այդ։ Հասկացա։ Կետերից մեկն է։ Հիմա որ խախտում է այդ կետերը, այո, ցանկացած կետ, եթե խախտվում է, ես խախտում եմ իմ ուխտս, եթե տևականորեն խախտում է, եթե հանգամանքների արդյունքում չի խախտվել կամ եթե ժամանակավոր թերացման արդյունք, եթե ես հետևողական չեղա, որպեսզի իմ քահանաները համապատասխան ձևով իրենց ծառայությունը իրականացնեն, հա, քարոզը ճիշտ մատուցեն, պատշաճ մատուցեն, 2 րոպեով չսահմանափակվեն, կրթեն, դաստիարակեն իրենց հոտի զավակներին, ծիսական կյանքով ապահովեն, չսակարկեն ժողովրդի հետ, հասկանում, եթե ես այս հարցերում հետևողական չեղա, էլի ուխտ է խախտվում։ Դա էլ որովհետև ես ուխտ եմ անում, որ պետք է մեր եկեղեցու ավանդությանը, դավանանքին, կանոններին հավատարիմ իմ եպիսկոպոսական կոչումը իրացնեմ։ Հիմա գանք ուխտին։ Ասում եմ ձեզ, կուսակրոնների պարագային դա այս ամբողջի մի մասն է ուխտը։ Այդտեղ էլ պետք է կուսակրոնը իրեն լիարժեք դրսևորի։ Այսինքն, եթե ինքը ուխտ է անում, որ չպետք է ունենա կին, չպետք է ունենա զավակ, այո, դա իր ուխտի մի մասն է։ Իսկ եթե ունենում է, եթե պարզում եք ունենում է։ Եթե բայց կներեք, չէ որ կարգալույսներ են դինում հոգևորականների։ Պիտի կարգալույս արվի։ Մի վարքյան, դուք կարդացել եք, չէ որ Մայր Աթորը կարգալույս հրճակեց էսիչին։ Հա, շատ են լինում դեպքեր, հետո։ Ինչ է։ Այսինքն դա է սպառնում ուխտը խախտողին, բա ինչ անկման մասին է խոսքը։ Ինչպես։ Անկման մասին եք դուք ասում։ Այսինքն մի անգամ կներեք, մենք բոլորս իբրև քրիստոնյաներ Աստծո հետ ուխտի մեջ ենք։ Հա, մկրտությունից հետո մենք չպետք է մեղանչենք։ Բայց մենք գիտենք, մենք մարդ ենք, յուրաքանչյուրս եւ ունենում ենք անկումներ։ Տեսեք, ամուսնությունը եկեղեցու 7 սուրբ խորհուրդներից մեկն է, չէ՞։ Պատահում է, չէ՞, մենք մեր հովական պրակտիկայից գիտենք, պատահում է, որ հարաբերությունները ամուսինների խզվում են, մեկը կամ մյուսը դավաճանում է կամ, այսպես ասած, հավատարիմ չի գտնում, այլ կապերի մեջ է մտնում մեկ ուրիշի հետ։ Մի խոսքով, եկեղեցին եղավ որ ուխտը դրժվեց, Աստծո առաջ ուխտ էր, չէ՞ արվել, որ պիտի իրենք հավատարիմ սիրեն։ Բայց աշխարհիկներինը ուրիշ է, սրբազան հոգևորականներին։ Աստծո առաջ բոլորս հավասար ենք։ Կապ չունի, որ քաղաքացի է, սրբազան ասեք։ Տեսեք, ուխտը խախտվում է, եթե տևական, ուխտը խախտում ես, եթե տևական մի բանի մեջ ես։ Մի անգամը կապ չունի։ Մի անգամը դա անկում է, դրա համար կա ապաշխարության խորհուրդ, դու քո մեղքը պիտի քավես մի անգամը, կարող է մի անգամով ընտանիք էլ քանդվի, ընդունում եմ, այդ արդեն մարդիկ պիտի հասկանան իրար, մենք էլ փորձում ենք օգնել, որ այդ ընտանիքը չքանդվի, բայց մենք մարդ ենք, մեղանչական մարդիկ ենք, այդպես չի, ամեն գիրակի եւ հաղորդությունից առաջ մեղքերը կարդում են եւ բոլորը ծնկած ասում են մեղա Աստծո։ Ամեն մեկը գիտի ինքը որ մեղքի մեջ է, որի մեջ չի, որի դեմ է պայքարում։ Մեղքը շատ անձնական դաշտ է, մեղքը ապաշխարություն, խոստովանություն։ Հիմա ես ձեզ ասեցի, չէ, կարգալույս են լինում։ Մենք շատ հաճախ բուն պատճառը չենք հրապարակում։ Այո։ Ինչի համար, որտեվ դա անձնական, շատ անձնական է։ Բայց դուք իրար մեջ քննարկում եք այդ հարցը, իհարկե մենք հասկանում եք, ինչ որ պատժաչափեր եք կիրառում։ Այդ հարցերը եկեղեցին ունի համապատասխան հանձնաժողովներ, այդ հարցերը, այդ տեսակ հարցերը, գիտեք, ինչի եք բացառում, որ մարդիկ կարող են ուղղակի պարզապես հայտնվել, չգիտեմ, հանգամանքների բերումով կամ պատահաբար, կամ չգիտեմ, իրավիճակային բաներ կարող են լինել շատ հաճախ կյանքում, չէ՞։ Մենք պիտի մարդկանց օգնենք, թե չէ։ Կամ մարդը կարող է, այո, գիտակցաբար է հայտնվել։ Մենք ցանկացած պարագային, անկախ հանգամանքներից, պիտի մենք ցանկացած պարագային, անկախ հանգամանքներից պիտի օգնողի դերում լինել։
Այդ օգնությունը մենակ աշխարհիկներին չի վերաբերում, մեզ էլ է վերաբերում։ Յուրաքանչյուր քրիստոնյա պիտի ունենա խոստովանահայր։ Խոստովանահոր առաջադրանքն է օգնել իր խոստովանազավակին, այդ թվում նաև մեղքի դեմ պայքարի հարցում։ Հիմա ինչպես աշխարհիկները պիտի ունենան, որ իրենք ասում են եկեցու զավակ ենք, ես էլ հարց կարող եմ տալ, իսկ ունեք խոստովանահայր, ձեր խոստովանահայրը տեղյակ է ձեր քայլերից, ինչ ձեր մեղքերից, իրավունք չունի բացահայտելու որևէ մեկը, որը այդ անգամ եկեղեցի պետություն հարաբերություններին վերաբերող օրենքով է ամրագրված, որ խոստովանությունը բաց որ անգամ պետական օրենքով չեն կարող խոստովանություն գործադրել, որ խոստովանություն բացվի, դրանք փակ են։ Հիմա երբ որ մենք մարդու մեղքի հարց ենք քննարկում, ով է խախտել, ով է խախտել, ով չի խախտել, մենք դրա իրավունքը չունենք։ Խախտել, եթե տևական բանի մասին է խոսքը, իհարկե։ Եթե բացահայտում է, բայց մենք որևէ մեկին չենք կարող հետապնդել։ Ու ասել կներեք, հա, ինչպես աշխարհականներին, այնպես էլ հոգևորականներին։ Մենք հետապնդման բյուրո չենք ստեղծել, որ հասկանանք ով ինչ է անում։ Բայց մի րոպե Փաշինյանն ասում, բա մենք եկեղեցու հետևորդ ենք, մենք եկեղեցու զավակ ենք, եկեղեցին մեր հոգու տունն է, բա մեր հոգու տունը, եթե իմանանք պղծում են, բա չմաքրենք այդ պղծողներից, դա է ասում։ Դες չթողեցիք ասեմ։ Խնդրեմ, Սրբազան։ Ես ուզում եի ասել։ Ասեք, հենց դա, որ իրավունք ունեն մաքրել։ Չէ։ Միտքը շեղեցի, կտրեցի։ Այո։ Կներեք։ Նորից հարց տվեք։ Նույնը պիտի ասեմ, Սրբազան։ Փաշինյանը ասում է, որ եկեղեցին մեր հոգու տունն է։ Եկեղեցին չպիտի պղծեն, պիտի մաքուր պահեն, Փարիզի։ Պատասխանեմ հիմա։ Խնդրեմ։ Մենք չենք կարող որևէ մեկին հետապնդել, հասկանալ ինքը այս կամ այն մեղքի մեջ է։ Եթե իհարկե բացահայտ չի այդ ամեն ինչը, մենք ոչ կարող ենք աշխարհականներին հետապնդել, հասկանալ ով ինչ գործի մեջ է, ոչ էլ մենք իրավունք ունենք դրա, ոչ էլ հոգևորականներին։ Հիմա ինչ է կարծում, ես ամեն իմ թեմ ծառայող հոգևորականի վրա պիտի մի քանի հոգի նշանակեմ, հա, որ հասկանամ իմ հոգևորական։ Ես ընդհանուր նկարագրից արդեն իմ գործն է, չէ, հասկանալ իմ հոգևորականը ինչպես է իր ծառայությունը իրականացնում, եւ ժամանակի ընթացքում, եթե ես հասկացա մի տեղ նա թերացել է, ես պիտի համապատասխան քայլեր անեմ, որ իրեն ճշմարիտ ճանապարհ բերեմ։ Որոնք են այդ քայլերը։ Այսինքն կարող է մենք ինչի պիտի ես բացահայտել հոգևորականը գա խոստովանահորը ասի, ես այս մեղքն եմ գործել, թողություն տա եւ դրանով ավարտվի։ Ոչ։ Բա։ Ինչ ընթացակարգեր են սպասում։ Կան ընթացք, այսինքն ես ինչի պիտի բացահայտեմ ուրիշի կյանքին վերաբերյալ, կլինի հոգևորական կամ աշխարհական, թե ես ինչ քայլեր կանեմ։ Ինչի բացահայտեմ։ Հարց, կներեք, մենք գործ ունենք մեղքի հետ։ Դա խիստ անձնական դաշտ է։ Հիշում եք, երբ որ Մարիամ Մագդաղենացուն վերեցին Քրիստոսի մոտ, կամ այսպես ասած Օրնիկ տնոջը, հա, որ ասին օրենքով պիտի քարկոծվի, ինչ ասեց Քրիստոս։ Ասեց ով անմեղ է թող առաջինը, բոլորը հեռացան։ Հիմա ձեր ինչ գործն է ուրիշի մեղքը, եթե դա չի վերաբերում սրբապղծությանը, եթե ունեք փաստեր, էլի, չի վերաբերում մանկապղծություն, այսինքն եթե այդ տեսակ բաների չի, եթե դուք ունեք փաստեր, այս լրիվ ուրիշ բան է, եթե ունեք փաստեր, բայց եթե չի խոսքը դրանց մասին չէ, այլ մարդու մասին է, հա, որ կարող է անկում ունենալ, ոնց որ ցանկացած մեկը ու տարբեր, եկեք չսևեռվենք սեռական հարցում, տարբեր հարցերում մենք անկումներ ունենում մեր կյանքում, չէ՞։ Կարող է բարձր խոսես մեկի հետ, կարող է կոպտես, կամ չգիտեմ, խաղամոլություն անարդար լինել։ Դե մեր հասարակության մեջ ինչպես բոլոր հասարակություններում կան մոլություններ, այնպես չի։ Եկեք չդարձնենք մեր աշխարհի ամենավատը, ոչ աշխարհի ամենալավը, ոչ աշխարհի ամենավատը, եկեք լինենք միշտ ինքնակնդադատ, մտածենք առողջ հասարակություն ունենալու մասին։ Վերադառնամ հիմա բուն մտքիս, ուրիշի մեղքի հետ դու գործ չունես։
դա ապաշխարություն է եկեղեցու խորհուրդներից մեկն է, Սուրբ 7 խորհուրդ կա, այդ 7 Սուրբ խորհուրդներից մեկը, տեսեք, ապաշխարությունը Սուրբ խորհուրդ է կոչվում, որտեղ մարդը իր մեղքը պիտի քավի ապաշխարության միջոցով։ Ինչ ենք մենք կպնում այդ Սուրբ խորհրդին։ Փաշինյանը չի կարող դրա մեջ միջամտել։ Իհարկե, ոչ մեկ իրավունք չունի։ Բայց փորձում է արդեն հանձնախումբ է ձևավորում, չափանիշներն է Հանձնախումբը սահմանել։ վերաբերում է կներեք կաթողիկոսին փոխելու։ Այո։ Ոչ թե կարծում եք ապաշխարության խորհրդի մեջ մտնելու։ Չէ, դե Մենք, հենց տեսեք, ինքը արդեն դա տարել է մտքում, Ռիփսի մեջ որոշել է, որ թողեք- կաթողիկոսը խախտել է։ Թողեք խոսեմ, խնդրում եմ։ Մենք ուրիշի կյանքը, անձնական կյանք մտնելու իրավունք չունենք։ Որևէ մեկը չունի։ Մենք մարդկանց չենք ստիպում, որ գան իրենց մեղքերը մեզ պատմեն։ Խոստովանությունը պիտի լինի կամավորաբար։ Ես չեմ կարող ասել, որ դու պիտի գաս ու պատմես երեք ինչ ես արել։ Դու պիտի պատրաստ լինես դրա համար։ Մենք ուզում ենք փրկենք, թե կործանենք։ Ինչ ենք ուզում, եկեղեցու առաքելությունը որն է, փրկագործական, չէ։ Մենք մարդկանց պիտի օգնենք։ Թե դուք պատկերացնում եք, որ մենք պիտի եկեղեցու բեմից ասենք, էս ինչան, էս ինչ, դու շնացող ես, այն ինչան, այն ինչ, դու ուրացող ես, հա։ Այսինքն այս խոսույթը տանում է դրան։ Հաթաթ բոլորին ենթարկել բանի։ Այսինքն մենք ո՞նց ենք մեղքը հրապարակայնացնում։ Մենք թիրախավորում ենք մարդուն։ Իսկ եթե հանրության մեջ արդեն տարածված են դա։ Կներեք, մեր այսօր հանրության մեջ այս կուսակրոնության թեմայից բացի այլ թեմաներ չկան, որ երեխաների իրավունքների հետ են անմիջապես առնչվում։ Կան թե չկան։ Իհարկե, բազմաթիվ թեմաներ կան, ավելի կարևոր անվտանգային հարցեր։ Սեռական կյանքին վերաբերող կան, չէ։ Այո։ Ես չեմ ուզում հիմա վառ ասել, որը կթիրախավորի ինչ-որ խմբի, որովհետև եկեղեցին այդ խմբի համարել է մտահոգ, որովհետև ուզում է, որ օգնած լինի այդ մարդիկ հաղթահարեն այդ ամեն ինչը, դուրս գան դրա միջից։ Հասկանում եք, հատուկ չթիրախավորելու համար չեմ ասում, ինչի, դուք ենթադրում եք ինչի մասին է, խմբերի մասին է, սեռական այդ կողմնորոշում ունեցող։ Հա, բայց եկեղեցու վերաբերմունքը էս է, որովհետև եկեղեցին մի բանի մասին է մտածում, օգնել մարդուն դուրս բերել այդ վիճակից։ Հիմա մենք այսօր կուսակրոնների հետևից ենք ընկել։ Հա, ուզում ենք այդ խոսքով ներխուժել ենք, էլի եմ կրկնում եմ, խոսքը անընդունելի բաների մասին չէ։ Խոսքը ուղղակի ես ինչ պիտի թիրախավորված կամ։ Խոսքը պարզ առօրյա կյանքի մասին է։ Ինչի ես պիտի զգամ, որ ես իբրև այդ դասի ներկայացուցիչ այսօր թիրախավորվում եմ։ Ես այդ դասի կուսակրոն դասի ներկայացուցիչ եմ, ինչի ես պիտի թիրախավորեմ։ Ես իմ կյանքը նվիրել եմ եկեղեցուն, իմ նման շատերը։ Հիմա ով որտեղ երբ թերացավ, այս իրա ու իրա խոստովանահոր խնդիրն է։ Դուք այդտեղ անելիք չունեք մյուսների հետ կապված։ Ես ուրիշի կյանք ներխուժեմ, չէ, եթե խոսքը սկանդալային բանի մասին չի, չունեմ, տեսեք, ժողովի կանոնն եմ կարդում ձեր համար։ Շահապիվանի ժողովի կանոն, գրաբարել, Շահապիվանի ժողովի կանոնն եմ կարդում ձեր համար։ Եթե ոք գցի պղծության կամ մի պոռնկության, եթե մեկը պոռնկության կամ պղծության մեջ գտնվի, կամ զինչևիցեի վատթար գործս, կամ որևէ վատթար գործի մեջ, կամ պետք չի սևեռվել, հա, մենակ սեռականի վրա, եւ վկայությամբ ի հայտ եկես է։ Այսինքն կանոնը ինչ է ասում, պիտի վկայությամբ ի հայտ գա, ասելով չի, մենք բամբասանքներով մարդկանց թիրախավորենք, խմբի թիրախավորենք, բայց մարդու իրավունքների պաշտպանին չի մասին է մտածում։ Բայց վկայությունը չի կարող համարվել Փաշինյանի գրառումը։ Լսեք, 5-րդ դարի կանոնն եմ կարդում ձեզ։ Ո՞րն է վկայություն։ Ասենք երկու օքի կարելի է փողոցից բերել ու վկայություն տան, հա, դա կհամարեք վկայություն։ Ուրիշ բան ասեն, լավ։ Բա ո՞րն է վկայությունը համարվում այստեղ։ Փաստի մասին ենք խոսում։ Փաստ։ Փաստերի, իհարկե։ Մնացած խոսակցությունները, չգիտեմ, քերու կանանց եւ այլ թեմաները։ Ես չմեկնաբանեմ, չմտնեմ այդ տեսակ հարցերի մեջ, ես չգիտեմ, էլի եմ ասում, բանը փաստեր ունեն, թող փաստերով խոսեն։ Երբ որ փաստերը հրապարակեն, եկեղեցին այդտեղ անելիք կունենա նոր։ Այո, երբ որ փաստեր կներկայացնեն եկեղեցուն, ինչ որ մեկի վերաբերյալ, չգիտեմ,
անընդունելի է ժամանակ եկեցու համապատասխան հանձնաժողովները քննության կառնեն։ Իսկ եկեք բամբասանքներով չշարժվենք, լավ։ Փաշինյանը բամբասանքներով է շարժվում։ Ստացվում է։ Ես ձեզ ասում եկեք բամբասանքներով չշարժվենք։ Սրբազան Փաշինյանը պնդում է, որ կաթողիկոսը պետք է փոխվի։ Ունի այստեղ իշխանությունը անելիք։ Ոչ մի անելիք չունի իշխանությունը, այդ պնդումը հակասահմանադրական է, այդ պնդումը հակասում է նաև եկեղեցի պետություն հարաբերության մասին օրենքին, որտեղ հստակ նշված է, որ եկեղեցին ինքնակառավարվող է, եկեղեցու գործերին դրսից միջամտելու իրավունք որևէ մեկը չունի, ոչ էլ որևէ պաշտոնյա սահմանադրությամբ իրեն չվերապահված գործառույթ իրականացնելու իրավունք չունի։ Սա կարծում իմաստ էլ չունի քննարկելու։ Երև ինչի մասին որ խոսվում է, դա հակասահմանադրական է, ուղղակի։ Բայց որ ասում են եկեղեցին ուզում ենք վերադարձնել ժողովրդին, պետությունը վերադարձնել ժողովրդին։ Ես բացատրեմ ձեզ։ Եկեղեցին վերադարձնել եկեղեցու գլուխը Քրիստոսն է, եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Մենք հավատացյալներս, մկրտվածներս, որոնք որ եկեղեցու մաս են կազմում, համայնքի անդամ ենք, բոլորս այդ մարմնի մաս ենք։ Հիմա եկեղեցին դա ինքնին արդեն Քրիստոսի անունով հավաքված ժողովուրդն է։ Այսինքն Քրիստոսի անունով հավաքված ժողովրդին վերադարձնում է ժողովրդին։ Գիտեք, քաղաքական խոսույթով ու գործիքակազմով չես կարող մոտենալ եկեղեցուն։ Մենք լրիվ այլ տիրույթ ունենք։ Դրա համար սահմանադրությամբ եկեղեցին եւ պետությունը անջատ կառույցներ են։ Ավելին ասեմ, որ խղճի ազատության օրենքին էլ է դեմ այն ինչ որ ասում է, եւ մենք տեսնում ենք, որ համապատասխան եկեղեցիներ իրենց ձայնն են բարձրացնում եւ անընդունելի են համարում հայ եկեղեցու թիրախավորումը։ Որոշ հոգևորականներ էլ ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրում եւ իրենց գրառումները դառնում են քպահականների ձեռքի գործիքը սրբազան։ Օրինակ Տեր Փարենը, որը գրառում էր արել եւ ասել էր, որ նիկոլական գաղափարներով մարդկանց մուտքը եկեղեցի ինքը արգելելու է։ Այո, չգիտեմ Տեր հայրը ինչ է նկատի ունեցել նիկոլական գաղափարներ ասելով եկեղեցում։ Ես այդ սկանդալի մի հատվածն եմ դիտել այդ նախկին դերասանի այո գնել Սարգսյանի իրականացված, ասեմ, որ ազնիվ չեմ համարում այդ մոտեցումը, առհասարակ ազնիվ չեմ համարում, երբ որ ինչ որ խնդիր ընդունենք, ես եկեք բան չանենք, ընդունենք խնդիր գա, ես այդ համայնքի անդամ եմ կամ հայ եմ, դիմացինն էլ հայ է, չէ, ես ինչա խայտարակ եմ անում, իմ հոգևորականին, ես կասեի Տեր հայր, կգնայի կասեի Տեր հայր, այստեղ հարց եմ տեսնում, օգնենք քեզ։ Ոչ թե ուղղ եթերը միացած գնանք, ինչ ենք անում, պարակտում ենք ազգին։ Այդ են ուզում ենք ազգը պարակտում ավելի խորանա, դուք այսինքն դա ընդունելի եք համարում, այս պարակտումը խորացնել։ Իսկ հոգևորականի նման ասածը ձեզ համար ընդունելի է։ Ես չգիտեմ նա ինչ նկատի ունի, հոգևորական ինքը մեկնաբանի, ես չեմ կարող հասկանալ ինչ նկատի ունի նա, չեմ կարդացել իր գրառումը, թող մեկնաբանի իրեն հարցում արի, թող ասի ինչ նկատի ունի։ Ես կարծում եմ հոգևորականն էլ այդ օրը բավականին լարված էր, էմոցիոնալ էր, ու այս գիտեք ինչ, մենք ես չէի ուզենա, նրանք չէի ուզենա այսպիսի բան ասենք, մենք մի ազգ ենք, երբեք չէի ուզենա sense բան լիներ, ու բոլոր նրանք, ովքեր փորձում են մենքի ու նրանքի բաժանել մեր ազգին, անկախ նրանից այսօր էս ինչքանով է հաճելի, ինչքանով է տհաճելի, իմ համար շատ տհաճ է այս ամեն ինչը, նրանք հակապետական դեմքեր են։ Բոլոր նրանք, ովքեր փորձում են պարատում խորացնել, բոլորը կլինի դերասան, կլինի գիտնական, կլինի պաշտոնյա։
Այդ պաշտոնյաներից խոսեցիք, կան քաղաքական դաշտում մարդիկ, որոնք այսպես լծված են այդ գործին եւ Փաշինյանը ինչ ասում է, արդեն հայտնի է նկատի ունեք մենք, այո։ Հա, ակնհայտ է, որ լծված են այդ գործին, ակնհայտ է, բայց կան նաեւ կարծում մարդիկ, որոնք պարզապես քծնում են, ուղղակի, հա, դե մենք հո այս իրականությունից կտրված չենք, դու չես կարող, գիտես, եկեցու հատակը համբուրել, հաջորդ օրը ասել ես պաշտպանում եմ այդ ամեն ինչը, ընդունելի չի, գիտեք, չպիտի ուրանալ, կան դուք տեսել եք դաշտում այդպիսի մարդկանց, որոնք գալիս են, ուրանալ ամեն ինչ, ես տեսել եմ դաշտում նաև մարդկանց, ովքեր իրենց արժանապատիվ են պահել, այդ թվում իշխանությունների ներսում, այո, այդ տեսակ մարդկանց էլ են տեսել, եթե մենք, գիտեք, ես կողմ չեմ, այսպես ընդհանրացնել, բոլորին նույն մենակ վատ, մարդիկ տարբեր են վերջ, ես տեսնում եմ, ով է մտածում, ով չի մտածում, ով ինչի համար է դիրքորոշում որդեգնում, ես վստահ եմ, երկրի ղեկավարը ինձանից 100 անգամ լավ կիմանա, էլի, ով ինչը ինչի համար ասեց, այդ սուտն ու կեղծիկն է մեզ, այս վիճակի հասցրել, այո, Սրբազան ազգային ժողովի ամբիոնից նույն ԿՊԱ-ական պատգամավորներից Էդվարդ Աղաջանյանը անդրադարձավ եկեղեցի պետություն հանձնաժողովի հանդիպումներին եւ ինչ որ ինձ մանրամասներ ներկայացրեց ռեստորանային այդ հանդիպումից, որը տեղի էր ունեցել Արշակ Սրբազանի ներկայությամբ, ասաց, որ Սրբազանը, այսինքն իր մոտ բան է, շոկային է եղել այդ հանդիպումը, որովհետև այլ ակնկալիք է ունեցել, Սրբազանը գողական բառապաշարով է խոսել, ասաց մատուցողին ստորացնելով, որ հայախառ բառապաշարով, Սիմեջան, ես առհասարակ գաղափար չունեմ այդ ամեն ինչի մասին, որևէ բան չեմ կարող ասել, ես ինչ պիտի ասեմ, ես ոչ ներկա եմ եղել, ոչ գիտեմ, չեմ ուզում մտնել այդ դաշտ, նա նշեց նաև Սրբազանի $100,000 որ Մերսեդեսով է եկել, անձնական վարորդով ունեցել է անձնական դուռ բացող եւ փակող, որը նույնպես շոկային է եղել նրա համար, նորմալ է, որ հոգևորականները այս կարգավիճակում են, ինչ կարգավիճակ, այդ որ դուռ բացող փակող են ունենում, դրանք մեր հասարակության մեջ այլ կերպ են, եպիսկոպոս կներեք, երբ որ մեքենայով ճամփորդում է, իր հետ կա սարկավակը դուռը բացում է, սարկավակը, ես չեմ ուզում դրա տակ դուք վատ բան տեսնեք, եկեցու նվիրապետություն է դա, ես ինչ այս են մեր մտածած կներեք, ինձնից ավակ հոգևորական, որ մեքենայից տեսնում եմ պիտի իջնի, ես անձամբ գնում եմ դուռը բացում, այդտեղ ինչ կա, դրա մեջ ինչ կա, ինչ որ շեյխական բան է դրա մեջ երևում Սրբազան, չեմ կարող, բան չէ, ես ասում, ես ինձնից ավակի դուռը կբացեմ, հասկաց, այսինքն ձեր համար դա ընդունելի է, նվիրապետություն կա, դա հարգանքի բան է, նվիրապետություն կա, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, այսինքն ինձնից ավակ պիտի ասի, բացում ենք, մեր մոտ այդ նվիրապետությունը շատ խիստ պահպանվում է, եկեղեցական նվիրապետությունը, իհարկե մենք պետք է մեզանից ավակի հանդեպ միշտ ավելի հարգանքով լինենք այդ որովհետև մենք անգամ եկեղեցական նվիրապետության մեջ դու քեզանից ավակից առաջ կանգնելու իրավունք չունես, եթե մեկ օր շուտ է նա կամ ձեռնադրության ժամանակ իրար հետ եք ձեռնադրվել, եթե ինքը քեզանից առաջ եղել, նա է ավակը, այս խիստ պահպանվում է, իհարկե, բայց մենք պիտի մեր եպիսկոպոսների, չգիտեմ, մեր եպիսկոպոսապետի առավել ևս նկատմամբ դինենք այդ իմաստով շատ ու շատ, այդ շատ նորմալ է, այդ եկեղեցու կարևոր առանցքային այսպես ներքին ոնց հասկանում եմ ներքին նվիրապետությունը եկեղեցին այդ նվիրապետության վրա է խարը սխված, այդ ինչի միայն մեր եկեղեցում է, ամբողջ բոլոր ավանդական եկեղեցիներում նույն բանը կա, իհարկե, բա մենք
Դրա շարունակողներն ենք, այլ կերպ հնարավոր չի։ Հասկացա, նվիրապետության հետ կապված, քանի որ մենք ուսակրոնության ուխտի թեման ճիշտ է դուք բացեցիք, ինչ կա դրա տակ եւ անկալումները որոնք են եւ այլն, բայց ես կներեք մի հատ Հովան ես պիտի շեշտեմ, հետո դուք չեք թողում ես խոսեմ։ Խնդրեմ, լավ, տեսեք, ուրեմն մեր կյանքում մենք բոլորս մեղ կգործենք մեծ կամ փոքր։ Տեսեք խոստովանության աղոթքը երբ որ կարդացվում է, այնտեղ ասում է գիտությամբ եւ անգիտությամբ, հա։ Խոսքը այս տեսակ փոքր բաների մասին է, մեծ բանի մասին, մեծ բանի մասին իհարկե երբ որ խոսք գնա, եթե փաստեր կան, վկայություններ կան, դա ուրիշ է լրիվ։ Չմտածեք, ես ինչ որ ձևով փորձում եմ պաշտպանել կամ արդարացնել։ Հա, պաշտպանել կամ արդարացնել ինչ որ վատ բան, ոչ։ Բայց խախտումը ուխտի վերաբերում է ինչ որ վատ բանի մեջ, կապ չունի դա կլինի տևական ժամանակ, կուսակրոն կյանք, թե այլ բան, վատ բանի մեջ հարատևելուն է վերաբերում։ Ուխտի խախտումը, այդ ժամանակ դու հարազատ հավատարիմ չես մնում կոչմանը, քո գիտակցությանը։ Եթե ես կներեք էլի, եթե ես, չգիտեմ, Սփյուռքում ինչ որ համայնքում ծառայեմ ու տեսնեմ այնտեղ այդ երեխեքը հայերեն չեն խոսում ու քայլեր չձեռնարկեմ, ես իմ ուխտին հավատարիմ եմ, հա։ Հասկացա։ Որովհետև Հովանես Օծնեցուն են մեր վերում հստակ ասվում է, չէ՞, կանոնագիր քայոց, եթե կուսակրոն մարդ կին առնի կամ կնոջ հետ ապրի, թող հանվի պաշտոնեն եւ չմասնակցի եկեղեցու պաշտոնական արարողություններին։ Այո, ով է դրան դեմ։ Եթե կին առնի կամ կնոջ հետ ապրի։ Ես էլ ձեզ ասացի, մենք կարգավիճություններ ենք ունենում, չէ՞։ Ու պատճառները չենք հրապարակում։ Ավելորդ գայթակղություն որպեսի չլինի։ Հասկացաք հիմա։ Հասկացաք թե չէ։ Դուք այս թեման գիտեմ արագ ինչ խուսափելու եք կաթողիկոսի հետ կապված խոսույթից, հենց սա մեջբերում են հենց կաթողիկոսի հետ կապված, ասում են, ահա, տեսեք։ Ես այդ հարցին պատասխան տվեցի, ասեցի ազգային եկեղեցական ժողովը հարցի պատասխանը տվել է, մեկ երկրորդն էլ շատ մտահոգ են, խնդրեն, թող ճշտեն ով է հերյուրանքի աղբյուրը։ Ես հարցի պատասխան լիարժեք տվել եմ, դուք ինձ ասում եք, որ ես խուսափում եմ։ Դուք ամբողջ խնդիրներն է, որ դուք հերյուրանք եք որակում դա, բայց դա արդեն դարձել է մեր քաղաքական, հասարակական, մտավոր, մշակութային կյանքի արդեն մեկ ամսվա քննարկման թեմա։ Դժվար է ինչ որ մի թեմա դարձնել այդպիսին, հա։ Արհեստականորեն։ Ոնց, որ ասեմ բնական, կհավատաք։ Ում էր դա ձեռնտու, այ ինչու Փաշինյանը հենց հիմա որոշեց անդրադառնալ այդ թեմային եւ հենց հիմա որոշեց հետապնդել, չգիտեմ, այդ հարցը պիտի իրեն տակ։ Բայց ձեր գաղափարը ո՞րն է սրա հետ կապված, ինչ կարող է մղել, որ հենց հիմա այս ժամանակահատվածում չեմ կարող ասել ինչու հենց հիմա, չեմ կարող ասել։ Չեք ենթադրում։ Շատ բարդ է, դրա համար չեմ կարող ենթադրել, շատ ինֆորմացիա ես չունեմ, որ ենթադրեմ։ Ես ուղղակի ուզում եք, որ ենթադրեմ, ինչ որ մի բան ասեմ, ուզում կիսվեք ձեր տեղեկություններով։ Ինչ տեղեկություն, հենց այդ եմ ասում, ես տեղեկություն որևէ բանի հետ չեք կապում։ Չէ, ես մի բան եմ հասկանում, այս հերյուրանքը տարածողները, սրանք հակապետական մտածողություն ունեցող մարդիկ են։ Ուզում են կաթողիկոսին գահանկեց անել։ Դե եթե այդպիսի հերյուրանք են տարածել, չգիտեմ ինչ են ունեցել իրենց։ Հեռահար նպատակը ո՞րն է։ Շատ, ես չգիտեմ։ Վարկաբեկել եկեղեցուն։ Չգիտեմ, գիտեք կարող է ձեր ասածները բոլորն էլ լինեն մեջը, բայց ես հստակ չգիտեմ, երևի ինչ-որ մի բան եղել է, չէ, մի նպատակ, մի ծրագիր եղած կլինի այդ տեսակ հերյուրանք տարածելը։ Վարչապետը խումբը ստեղծեց իր չափանիշներով, օրը 10 անգամ, չգիտեմ, աղոթող, Աստվածաշունչ ծայրից ծայր կարդացող մարդկանց, իր հոգու բանը ասած հոգու աչքերով կնայեմ, կընտրեմ, դուք վստահում եք Փաշինյանի հոգու աչքերին, ընդհանրապես։ Ասենք կներեք, անձը չի, Փաշինյանի հոգու աչքերը չի խնդիր։ Մենք եկեղեցու ավանդությանն ենք վստահում, սրբազան ավանդությանը։ Տես մենք ես ինձ չեմ վստահի, երբ որ եկեղեցու այս
ամբողջի մեջ եմ ես ինձ տեսնում, ես ինձ չեմ վստահի անգամ։ Ես մենակ սրբազան ավանդությանը պիտի վստահեմ։ Ես կարող եմ շատ լավ փայլուն գաղափարներ ունենամ, ասեմ, եկեք այսպես անենք, լավ կլինի, բայց մենք ինչ անում ենք, սրբազան ավանդությունից պիտի ծնվի այդ ամեն ինչը։ Ոչ թե մենք կարող ենք, հա, լուծումներ գտնել, բայց հարազատ սրբազան ավանդությանը Փաշինյանի դրան ենք հավատում, դրան ենք վստահում։ Փաշինյանը ստեղծեց պահապաններն ենք։ Խումբը ստեղծեց, եկավ Վեհարան, սրբազան, եկեղեցու անելիքները։ Չեմ։ Սա հակասահմանադրական ցանկացած բան դատապարտված է ծախողում, ես էս կասեմ։ Ու ես չեմ հավատում, որ հակասահմանադրական քայլերի կգնան։ Բանը չի հասնի դրան, որ հավաքեն։ Չեմ հավատում։ Բայց մի անգամ արդեն փորձել են։ Հակասում է եւ սահմանադրությանը եւ եկեղեցի պետության Սրբազան առաջին անգամ սահմանադրությունը խախտվում էր եւ օրենքին եւ խղճի ազատության օրենքին։ Դա հակասում է այս 3 օրենքներին։ Բայց առաջին անգամ չեմ կարծում։ Այո։ Չեք կարծում, որ չեմ կարծում, որ հակասահմանադրական քայլեր կանեն, կարող է։ Ինչ որ մարդիկ հիմա զբաղված են այդ գործով, ինչ որ մեկը ակտիվ հանդիպումների մեջ է, ինչ որ մեկ ուրիշի հետ կարգալույցներ են փորձում համախմբել, բայց լավ է, այո, չփորձեն։ Լավ է չփորձեն։ Եկեղեցին 1700-ամյա կառույց է, անսասան, այդ կառույցի մեջ եթե սխալ ձևով ինչ որ բան փոխվի, կառույցը կդադարի գոյություն ունենալուց։ Ամեն ինչ պիտի եկեղեցական կարգերի կանոնների համաձայն լինի եւ առողջ մոտեցումներով։ Սրբազան մի բան պիտի որպեսզի ճշտենք։ մենք հարազատ մնանք մեր հայրերի ճառանգած ավանդությանը, բայց միևնույն ժամանակ, այո, կարողանանք առաջ տանել մեր եկեղեցի։ Սրբազան ճիշտ է, որ երբ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը եղավ եւ ժողով է եղել, վեհափառը հորդորել է հոգեվորականներին իրենց աջակցությունը հայտնել Սամվել Կարապետյանին եւ դրան դեմ է արտահայտվել Կճոյանը, որը ասել է, որ քանի որ օֆշորի գործով ինձ Նավասարդ Սրբազանին այո։ Հա, ուղղակի ես ուղիղ մեջբերում արեցի մամուլի հրապարակում։ Մամուլում այդպիսի բան կա։ Այո, մամուլում հրապարակվել է, որ նա դեմ է եղել, ասել է, որ եթե օֆշորի հարցով ինձ չպաշտպանեցին, ուրեմն ես այսպես ասեմ, իրավունք չունեմ ասել, մենք ինչ ենք քննարկում ժողովի ժամանակ, եղել է, չի եղել, դրեցինք մի կողմ։ Բայց ինչ որ ասվել է Նավասարդ Սրբազանի հասցեին, կատարյալ սուտ է։ Այդքան բան։ Հերիք է, կբավարարի ես։ Չի եղել այդպիսի բան, դա կատարյալ սուտ է։ Եվ Սրբազան որոշ մարդիկ հավատում են, ինչքան էլ մենք դուք ասեք հերուրանք է, абսուրդ է, անհետեթություն է եւ այլն, բայց որոշ մարդիկ հավատում են Փաշինյանին եւ նրա գրածը ինչ որ սրտների տեղ անում, մարդիկ, որոնք իրենց համարում են եկեղեցու զավակ, եկեղեցու հետևորդ։ Չեմ հավատում։ Նայեք, եթե իրոք զավակ հետևորդ են, եթե իրոք հասկանան դա ինչ է, ապա առաջինը պիտի հասկանան, պիտի գիտակցեն, որ եկեղեցու կամ նվիրապետության մասին այդ ձևով չի կարելի արտահայտվել։ Առաջին դա պիտի իրենք հասկանան։ Այդ խոսույթով չես կարող մոտենալ այդ բաներին։ Էլի եմ ասում, եթե նայեք, այնպես չլինի էլի, որ մենք ինչ որ բան ենք թաքցնում, ինչ որ բանի մեջ ենք, բան ենք թաքցնում, կամ վախեցած ենք, կամ չգիտեմ, հերքում ենք, մերժում ենք, ասում ենք չէ ու վերջ։ Էլի եմ ասում, մենք որևէ մեկի չենք կարող հետապնդել, հասկանալ։ Մենք մարդը ոնց ներկայանում է, այդպես էլ ընկալում ենք իրեն։ Իհարկե, միշտ պատրաստ ենք օգնել։ Ես նկատի ունեմ եւ աշխարհականներին, եւ մեր հոգեվոր դասին։ Ես չեմ իմ քրիստոնեական գիտակցություն թույլ չի տալի նախապաշարումով մարդուն մոտենալ, լսել եմ այսպիսի բամբասանք կամ բամբասանքով առաջնորդվել։ Կարծում եք չի եղել, որ եկել են մեր մոտ բամբասել ինչ որ մեկից։
Դեմեք որ Երբ որ բան բասել են, հա, եթե հարցը վերաբերել է հոգևորականին, ես անպայման հոգևորականին ասում եմ, գիտես ինչ, այսպիսի բան բասանք կա, ինքը փորձել է բարձաբանել կա, թե ինչքանով է ճիշտ է, այս ամեն ինչ չտարածեք հանկարծ սեռական կյանքի վրա, ուղղակի ինչ որ սայթաքուններ ինչ որ հովական կյանքին վերաբերող, հա, օրինակ ժամերգությունը հետևողականորեն արվում է, թե չի արվում, օրինակ, տենց մի բան, ես քահանայի կանչել եմ, խոսել եմ, ես ինչի եմ մեր ասպարեզի վրա բերում օրինակը, որ դուք հասկանաք, որ այնպես չի, մենք բան ենք տեսնում, բան գիտենք ու մեր աշկը փակում ենք այդ ամեն, չկա այդպիսի բան, չկա, ուղղակի չկա, նույնը վեհապարը մեզ յուրաքանչյուրիս հայրական խնամքի ներքո է պահել միշտ բոլոր հարցերում ուղղորդել է, խրատել է, որպեսզի մենք մեր առաքելությանը, մեր կոչմանը հարիր մեզ իրացնենք, իբրև հայ եկեղեցու հոգևորական։ Շատ առողջ է դա։ Սրբազան մի բան է եւ քաղաքական դաշտում է դա։ Հետապնդումը դառնա մեր քաղաքականության մաս, ոչ աշխարհականների, ոչ հոգևորականների։ Հասկացա։ Սրբազան մի բան է, բայց երբ որ քաղաքական դաշտում են դա խոսում, մի բան է, երբ որ հոգևորական ներկայացող անձը, հետո իհարկե պարզում ենք, որ կարգալույծ եղած անձինք են կամ բան, գրառումներով, տարբեր բաներով նույնը հաստատում են, ասում են մենք երկրորդում ենք Փաշինյանը ճիշտ է, հաստատում ենք անում, պատճառները չենք բացահայտում։ Չեմ ուզում անդրադառնալ դրանց։ Բայց իրենք են ձեր վրա քարնետում, Սրբազան։ Թողեք է։ Բայց չպիտի ներկայացնեք այդ մարդը ինչ հանգամանքներում է կարգալույծ արվել, եթե ինքը Սրբազանի հետ կապված գնում է եթերում հայտարարում է Սրբազանը վեհապարը լրտես է, զավակ ունի, կաշառք են տվել, այսպիսի բաներ են, այսինքն քրեական հանցագործությունները վերագրում հոգևորականներին։ Հիմա դուք չպիտի ներկայացնեք, թե ում հետ գործ ունենք։ Ուղղակի դրեք մի կողմ։ Չէ, գիտեք ինչ, չարժի էլ, որ ես անդրադառնամ։ Ուղղակի չարժի էլ անդրադառնամ։ Պարզապես չեք ուզում։ Ըստ ձեզ մենք մարդկանց մասին բան չգիտենք, հա։ Մանավանդ մարդու ով ծառայել է հայ եկեղեցու։ Չգիտենք։ Բա ինչի չեք ուզում հրապարակել։ Թողեք։ Եկեղեցին կանի այն, ինչ որ պիտի անի, ինչ որ հարմար կգտնի, ինչի պիտի բացատրենք, ինչի չենք ուզում հրապարակենք, խոսքով մենք խնդիր չենք տեսնում, իր խնդիրը իրենն է, խնդիրը իրենցն է, այլ խոսքով, ես չեմ կարող ասել, ինչ որ պահի, ինչ որ բան կհրապարակեմ, թե չէ, իրոք չեմ կարող ասել, բայց այդ գործելավոճը բնականաբար ընդունելի չի։ Իսկ բացառում եք, որ հենց հոգևորականներ են համագործակցում։ Նրանք կարգալույծ եղած են։ Ցավում են։ Այդ թվում ներսում եղած հոգևորականների մասին է խոսքը Սրբազան։ Ես չեմ տիրապետում։ Եկեղեցին մի ամբողջականություն է, չեմ հավատում, որ որևէ հոգևորական իրեն թույլ պիտի տա, չգիտեմ, եկեղեցու դեմ ինչ որ համագործակցություն իրականացնելու, ես չեմ հավատում, որ որևէ մեկը կգնա այդպիսի քայլի, այդ անխոհեմ քայլին, եկեղեցու դեմ համագործակցել։ Սրբազան վերջերս հարցում էր արվել եւ եկեղեցու բարկանիշը բավականաչափ բարձր էր, ամեն դեպքում կան վերջին շրջանում մտահոգություններ, քանի որ եւ համացանցային այս դարաշրջանում ամեն մի փոքր դեպքը, միջադեպը դառնում է այսպես բուն քննարկման առարկա, տարբեր հոգևորականների հետ կապված, յուրաքանչյուր ամեն օր ասենք տաքսի նստես ինչ որ բան է պատմում վարորդը մի հոգևորական եւ դա նույնպես ցեխարցակում է եկեղեցու ինստիտուտի հասցեին, այսինքն առանձին հոգևորականների վարքագիծը կարող է լրջագույն հարված հասցնել եկեղեցուն ընդհանրապես։ Ոնց եք դուք սրան վերաբերում։ Օրինակ կներեք այս սրա հետ կապված ես մի բան բացեմ,
ինձ հետ անձնական զրույցում ՔՊ խմբակցության падգամավորներից մեկը, երբ որ քննարկում ենք այս կուսակրոնության ուխտի խախտման եւ այլն հետ կապված, ասում էր Աստվածաշունչը կբերեմ կապացուցեմ, որ նման բան կա Աստվածաշնչում եւ այլն, որ կուսակրոնության ուխտը չպիտի խախտեն եւ այլն, սրա հետ կապված վիճաբանություն ենք ունենում։ Հակառակը Պողոս Արաքյալն ասում է, որ եպիսկոպոսը պիտի լինի մի կնոջ ամուսին։ Այսինքն ես էլ դա եի ուզում ապացուցել, որ Աստվածաշնչում նման բան չկա։ Սրա այդ անձնական զրույցում մարդը պատմում ասում է, այ Ռիփսիմե ջան, մտնում եմ եկեղեցի, մեր եկեղեցու հովիվները նստած սեկա են խաղում։ Ասում լավ, կարող է նման ինչ որ բանի ականատես լինել։ Ես չեմ հավատում։ Անկեղծ, տեսեք, դուք ինձ բան եք ասում, ես էլ ասում չեմ հավատում։ Բայց հանրության շրջանում տեսեք, հո ինձ միայն չի պատմում այդ падգամավորը։ Ով է ասողը։ Падգամավոր։ Չեմ հավատում։ Ուղղակի ասելով չի։ Հիմա ես էլ ասեմ ինչ որ մեկի մասին բաներ, չեմ հավատում։ Ուղղակի չեմ հավատում։ Իսկ դուք ո՞նց եք ընդհանրապես գտնում այս թեմայի փակումը Սրբազան։ Ոնց ինչ փակ։ Այս որ բացել է օրակարգային հարց է սարքել Փաշինյանը ընդհանրապես ինչպես եկեղեցու դիրքորոշումը ո՞րն է լինելու սրա վերջնական դիրքորոշումը։ Վախեցած այս թեմայի։ Որովհետև ճակատամարտ է սա, Սրբազան պատերազմ է հայտարարել, իշխանությունը պատերազմ է հայտարարել եկեղեցուն։ Եկեղեցուն իմաստ չունի պատերազմ հայտարարել, եթե ես չգիտեմ, դա այդպես է թե չէ։ Բայց ես շատ հագիստ եմ անկեղծ ասած։ Ոչինչ չի պատահի սրա արդյունքում։ Ինչ պիտի պատահի։ Բայց ինչ պիտի պատահի, եթե այդ կառույցի, եթե մենք հավատում ենք, որ կառույցի գլուխը Քրիստոս է, եկեղեցու գլուխը Քրիստոս է, մենք էլ հավատացյալներս Քրիստոսի մարմնի անդամներն ենք։ Եթե մենք սրան հավատում ենք, ինչ պիտի պատահի։ Հանձնել ենք Աստծուն, Աստծո դատաստանին։ Այսինքն ինչ Աստծո դատաստանին հանձնելու հարց չկա, ինչ պիտի պատահի։ Այսինքն եկեղեցին առաջի անգամ է փորձության միջով անցնում։ Հետ գնացեք տեսեք, քրիստոնեությունը առհասարակ հալածվում էր։ Սա հերթական փորձություններից մեկն է։ Չգիտեմ ինչպես որակ է, անկեղծ ասած։ Իհարկե ոչ հաճելի իրավիճակ եմ համարում այս ամեն ինչը։ Չի ուզենա, որ եկեղեցուն վերաբերող հարցերը այս ոճով, այս խոսույթով, այս լեզվով քննարկվեին։ Մենք կուզենայինք իրոք տեսնել հայ եկեղեցու զավակների, ովքեր նախանձախնդրին իրենց եկեղեցու համար եւ ուզում են իրենց եկեղեցին ավելի լավը տեսնել։ Մենք էս ենք ակնկալում։ Հիմա անկեղծ մղումը դա չի, կարծում եք, այն ինչ որ անում են իշխանությունները, որովհետեւ հենց այդպես էլ փաթեթավորում են, որ մենք անկեղծորեն, որպես եկեղեցու զավակ, այդպես ասում են իրենք, բայց դուք ինչ եք ասում։ Ես ասում իմ համար ոչ հաճելի իրավիճակ է։ Եթե այսպես եմ ասում, բնական չի, որ ես չեմ հավատում այդ անկեղծությանը։ Ինչ ունեն կաթողիկոս ունեն, ուզում են կաթողիկոսին փոխեն։ Մոռացեք այդ թեման։ Ուղղակի մոռացեք։ Այս ճակատամարտով է հաղթել։ Կներեք, մենք պիտի ուրախ ու երջանիկ համարենք մեզ, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսն է այսօր առաջնորդում հայ եկեղեցին։ Ուրախ ու երջանիկ, որովհետև այն ինչ որ այն գործերը, որ արվել են վեհափառի օրոք իր առաջնորդությամբ հայ եկեղեցին պիտի ասեմ, որ տասնամյակներով առաջ են մղել այն ինչ որ արվել է ու հսկայական իրոք հսկայական գործ է արվել։ Միայն շինարարությունը չասեմ, որ միշտ վեհափառի անձը կապում են, որ շինարար է շինարարությունը։ Միայն դա չէ, բոլոր ոլորտներում, կրթականից սկսած, քրիստոնեական, դաստիարակություն, սոցիալական, մշակութային, ազգային, ամեն ոլորտներում եկեղեցին մեծ գիտակրթական մեծ առաջընթաց է արձանագրել այս տարիների ընթացքում։ Եվ էլի եմ ասում, գիտեք ինչ, ես որ ուսանող էի, նոր էի ընդունել ճեմարան, Վազգեն վեհափառն էր կաթողիկոս։ Ես այն ժամանակ հիշում էի, էլի բամբասում էին աչուձախ,
Այո, այսօր ասում են Վազգեն Վեհապարը սուրբ էր, Այո, որ ողջ էր բամբասում էին, մահացավ դարձավ սուրբ։ Գիտեք, որ հետ նայենք 20-րդ դարի կաթողիկոսներին, մեծ դեմքեր ենք տվել։ Բոլորի մասին են ինչ-որ բաներ ասում էին։ Հիմա ինչ, բոլորին համարենք ուխտախախտասներ, ասում էին։ Օրինակի համար Գևորգ 4-րդ մեծագործ կաթողիկոսը, որին պատմությունը կնքել է մեծագործ Տիտրոսով, Գևորգյան ճեմարանի հիմնադիրն է, մի խոսքով շատ բան է արել հայ եկեղեցում, հատկապես դպրոցաշինության գործում, կրթադաստիարակչական գործում։ Այն ժամանակ էլ վարդապետներից մեկը Վահան Բաստամյան վարդապետը նեղված էր կաթողիկոսից ու իր հուշերի մեջ բաներ է գրել կաթողիկոսի մասին։ Հասկանում եք, հիմա ինչ հավատացեք, նեղված էր, որ իբր իրեն լիարժեք չի գնահատում։ Գիտեք ինչ, մենք չենք կարող, հա, անհատների այսպես մոտեցումներով, Վահան վարդապետի մասին էլ ուրիշներն են գրել, որ չգիտեմ, դժվար բնավորություն ուներ։ Հիմա այսպես պիտի մենք շարժվենք, գրել են, հիմա ինչ համարենք ուխտախախտած Գևորգ 4-րդին։ Բայց հո գրելով չի։ Այսինքն ինչ էլ անեն, Վեհապարը մնալու է իր Չէ, բայց այդ չի նշանակում գրածի մեջ կա ճշմարտություն։ Կամ Վազգեն Վեհապարին վերագրվող բամբասանքների մեջ կան վերաբերյալ տարածքային ճշմարտ, բայց այդ ինչի դարավ սուրբ հենց մահացավ։ Չի կարելի էլի ուղղակի, մենք գնահատել չգիտենք, ինչի բացեցի, որ մենք պիտի գնահատենք մարդկանց իրենց կենդանության օրը, ես ձեզ ասում եմ, որ ահռելի աշխատանք է տարվել։ Իսկ սուտը հնարավոր չի հերքել հիմնավոր։ Ես չեմ ճանաչում հայ եկեղեցում, անկեղծ եմ հիմա ձեզ ասում, մի մարդու, որ այդքան նվիրում ունենա եկեղեցու հանդեպ, անկեղծ եմ ասում, ու ես երբեմն ինչ վեհապար ունի, երբեմն ես այսինքն ապրում է հայ եկեղեցու, ամեն վայրկյան ապրում է հայ եկեղեցով, երբեմն ես մտածում եմ, որ դա ուղղակի անհնար է, այսպես էլի, ոնց կարելի է այսպես այսքան, հա, էլի պետք է մենք նվիրվենք, սիրենք, ծառայենք, բայց այս աստիճան ու այսպիսի գնահատական, այսպիսի վերաբերմունք, այսպիսի անվանարկումներ առաջին տիկնոջ կողմից, այդ թվում էլ մաֆիոզ, էլ չգիտեմ ինչ։ Կներեք, չեմ ուզում հիմա նորից այդ բամբասանքները բերեմ այստեղ քննարկման նյութ դարձնեմ։ Դուք չեք բերել են։ Հա, չէ, ես վերհիշեմ ասեմ, այս ինչ բանը ասում էին Վեհապարին, նա չգիտեմ, հետո պարզվեց։ Այո, HSBC բանկով, բանկի բաժնետեր։ Հա, ինչ-որ հաշիվներ էր ինչ-որ, չէ։ Չէ, Զով խանութը, չգիտեմ։ Զովքերը, այո։ Ես բաների մեջ մտնեմ, հա։ Իմ հետ անգամ վիճել են, որ այդպես է։ Վիճել են, ասենք մտավորական մարդ, բան, կողքերն էլ ինչ-որ հավաքված, ինձ ուզում էին համոզել, որ այդպես է։ Բայց դուք հերքում եք, չէ։ Իհարկե ես։ Հիմա այս ստերը, որ տարածվում է, ինչի՞ չի հերքում եկեղեցին հիմնավոր։ Ինչ հերքի։ Ես ասում եմ հարցի, ով պետք է հերքի, մենք պետք է հերքենք մի բան, որ գոյություն չունի, հա։ Ոնց որ հիմա դուք ինձ ասեք, ես այլ մոլորակից եմ եկել, ու ասեք դե հերքի, որ այդպես չի։ Հերքեմ, հա։ Ասեք լսել եմ, այս ինչ թերթն է հրապարակել, որ դուք եկել եք, չգիտեմ, այս ինչ մոլորակ է, ներդրված եք, որ գործանեք այս մոլորակը։ Հիմա ես պիտի հերքեմ դա։ Այդ աստիճան անհեթեթությունների շարքից եք որակում այս ամենը։ Այդ աստիճան անհեթեթությունների շարքից են որակում։ Պարզ է սրբազան, բայց այս պատերազմը նոր չի սկսել։ Վեհապարին վերագրվող այդ տեսակ բաները վերագրում եմ անհեթեթ բամբասանքների շարքին։ Սա մի մասն է սրբազան, դուք գիտեք, որ այս պատերազմը նոր չի սկսել։ Մի մաս։ Փաշինյանը տևական ժամանակ ձեզ մեղադրում է, որ թափանցիկ չեք, հարկերը նորմալ ինքը առաջարկ է արել, պաշտոնապես, որ կարող եք մուտք անել ամբողջ հարկերը բյուջեից նորից ձեզ տա։ Չեմ այդ ամեն ինչին անկեղծ ասում, հա, այդ ինչ որ ասում եք, չեմ կարդացել, կարող է ինչ որտեղ ինչ որ բան հնչել է, չեմ կարդացել։
անկեղծ չեմ կարդացել։ Դուք չեք ընդունում, որ սա ծրագրված պատերազմ է եկեղեցու դեմ։ Որ ինչ լինի։ Այդ որ ինչը չգիտեմ։ Ասենք որ ինչ լինի։ Որ եկեղեցին նույնպես դառնա կցորդը իշխող ուժի։ Քանի տարով։ Այնքան ինչքան իրենք կլինեն իշխանության։ Ձեր ասածը եղավ, քանի տարով։ Այնքան ինչքան լսեք, մենք չլինենք, ասենք, ես եմ վաղը չկամ կամ ուրիշներն են լինելու, ու դա տեղի չի ունենա։ Մեր հենց այդտեղ է որ մենք մեր ուխտին հավատարիմ ենք։ Մենք չենք թողի մեզ եկեղեցու ավանդության մեջ բան փոխվի։ Բացարձակ այն հարցերը, որ ենթարկա եմ բարեկարգման, իհարկե պիտի բարեկարգվեն, չենք էլ քննարկում, այդպեսի, բայց դա եկեղեցին ինքը կնախաձեռնի, երբ որ հարմար կնկատի արդեն։ Գիտեք, հարցեր կա, պիտի հասունանան, պիտի լուծումները գտնեն, այնպես պիտի անենք, որ ամեն ինչ ավանդության ոգուս չշեղվի։ Վերջը մենակ մենք չենք, կան նաև այլ ավանդական եկեղեցիներ, մենք չենք կարող եկեղեցու այդ ընդհանրականությունը խախտել։ Հիմա տեսեք, եկեղեցիներ կան, ունեն կին հոգևորականներ։ Նրանք, երբ որ այդ տեսակ որոշում են կայացրել, եկեղեցու ընդհանրականությունն են խախտել։ Հասկանում եք, որովհետև որոշել են անել մի բան, որ ընդունելի չի բոլորի համար։ Իսկ մենք եկեղեցու 4 հատկանիշներից մեկը իր ընդհանրականությունն է։ Թեև այսօր եկեղեցիները բաժանված են դավանական եւ այլ պատճառներով, դիսցիպլինար պատճառներով, բայց ամեն դեպքում մենք հավատում ենք այդ ընդհանրականության եւ հավատում ենք, որ Քրիստոսի եկեղեցին մի օր կլինի տեսանելիորեն նաև մեկ, հետևաբար մենք չենք կարող այնպիսի որոշումներ կայացնել, որը եկեղեցու ընդհանրականության կվնասի, ամեն ինչ պիտի խելամտորեն անել ու ավանդության ոգուն հարազատ, չդառնանք էլի հեղափոխական վատ իմաստով։ Հասկացա, հեղափոխությունների կողմնակից չեք։ Գիտեք, այսպիսի բան ասեմ, առհասարակ ես նկատել եմ, որ փոխելու միտումը շատ այսպես արմատացած է այսօրվա վիրահատական ճանապարհով ընդ որում։ Ես չգիտեմ, ամեն մեկ ուզում է փոխի, ինչ-որ բան փոխի։ Ես մտածում եմ, որ պետք է շատ լրջորեն ծանր ու թեթև անել։ Մենք կվնասենք, թե օգուտ կտանք։ Ես զարգացմանը կողմ եմ։ Մենք միշտ պիտի բաց լինենք դրական զարգացման համար, բայց այն, որ ուզում են ուղղակի այսպես կայանալու համար կամ հետք թողնելու համար բան փոխել, դա ընդունելի չի։ Ընդունելի չի ու վերջ։ Էլ եմ ասում, զարգացմանը դեմ չենք, բայց փոխել անցյալ ժառանգությունը ջնջելու հաշվին դեմ եմ դրան։ Ես անձամբ իմ տեսակետն եմ ասում։ Ձեզ վնասել է Փաշինյանի այս վերջին շրջանի խոսույթը որպես հոգևորական։ Ցավ եմ ապրել։ Ուղղակի, ու գիտեք ինչն է իմ համար անընդունելին։ Ես չգիտեմ ինչ է անում, ինչ նպատակով, չեմ հասկանում, անկեղծ եմ ասում, սրա նպատակը որն է այս ամեն ինչի, բայց տեսնում եմ կողքից ինչ ուժեր են ակտիվացել, ու գիտեք ուժեր, որ իր հետ կապ չունեն, ոչ իր իշխանության, ու նորից թիրախավորում են եկեղեցին։ Չգիտեմ, գուցե այս օգնում է մեզ լիարժեք տեսնենք պատկերը։ Գուցե սա օգնում է մեզ պատկերը լիարժեք տեսնենք ու հասկանանք հայ եկեղեցու առաքելությունը էլ ում է խանգարում։ Էլ չեմ ասում, որ այս ամեն ինչը աղանդավորներին է քաջալերում։ Պարարտ հող է ստեղծում։ Այսօրվա այս խոսույթը հայ եկեղեցուն թիրախավորելը ամեն դեպքում հոգուտ աղանդավորների է տեղի ունենում, որոնց էլի համարում ենք մեր ազգի զավակները, բայց մոլորված, որոնց ամեն գնով պիտի հետ վերադարձնենք մեր եկեղեցի։ Ես մի բան կուզեի հնչեցնել այստեղ։ Ես չեմ ուզենա տպավորություն լինի, որ ես իմ մասին ասեմ, ես կատարյալ եմ անում իմ գործը։ Ես իմ գործը կատարյալ երբևէ չեմ անի, որովհետև միշտ ավելին անելու տեղ կլինի, էլի ես չեմ կարող երբևէ ասել, որ հա ես, չէ, ինչքան ծառայենք,
չենք կարող ասել, որ բավարար է, ոնց որ Պողոս Արաքյալն է ասում միշտ ասեք, որ Աստծու անպիտան ծառաներն ենք, Պողոս Արաքյալը, ես այդ ոգով եմ շարժվում, հա, ու ինչքան էլ անեմ քիչ է, ես ինձնից գոհ չեմ, թող չմտածեն, հա, որ մենք ասենց ինքնասիրահարված ենք, գոհ ենք, չէ, քիչ ենք անում, էլի պիտի անենք, շատ պիտի անենք, ու հայ եկեղեցու վարկանիշը թող աճի ինչքան հնարավոր է, այո, թող իրենք էլ օգնեն, մեր համար աղոթք կանեն, կանգնեն մեր կողքին, եթե իրոք զավակել, ես նախկին իմ հաղորդման ժամանակ էլ հնչեցրեցի, հարցազրույցի ժամանակ, հա, այսօր էլ եմ ասում, մտածում են, անկեղծ են, թող կանգնեն եկեղեցու կողքին, օգնեն, ավելի շենանա հայ եկեղեցին։ Ոչ թե, գիտեք, կողքից ինչ որ մարդիկ գնան, բաներ նկարեն, տարածեն կոնֆլիկտների վերածվի այդ ամեն ինչը, տարածեն համացանցում, այս ընդամենը բաժանումն ու ատելությունն է խորացնելու, այս ենք ուզում, այս ժամանակաշրջանում մեզ սա է պետք, հա, որ ավելի պարակտվեք, դա հանրությունը համենայն դեպս չի որ ուզում, ինձ հարցնեք, իհարկե այդ հարցը չտվեցիք, բա ինչ եք անում, չտվեցիք այդ հարցերը, բա ինչ եք անում, հաղորդում ենք, այո, աղոթում ենք, այո, այդ թվում և այո, եկեղեցուն հարվածողների համար, բոլորի համար ենք հաղորդում, իհարկե, հաղորդման բոլորի համար, գիտեք ինչ ես էլ եմ ասել, նորից կկրկնեմ, և աղոթում ենք և նրանց համար, ովքեր մեր աղոթքի կարիքը ունեն, ում պետք է իզորակցություն, բոլոր նրանց, ովքեր Աստծո ճամփաներով են ընթանում, և բոլոր նրանց համար, ովքեր շեղվում են այդ ճամփաներից, բոլորի համար աղոթում, այո, և ճիշտ ճանապարհով ընթացողների և ճանապարհից շեղվողների համար։ Ձեզնից պահանջում էին նզովքի և բանադրանքի ինստիտուտը գործի դնել։ Ով էր պահանջում։ Հասարակության տարբեր շերտեր, ես լսում էի տարբեր գրառումներ եղան այդ մասին, տարբեր պահանջներ, կոչեր այդ թվում հավաքների ժամանակ։ Ամսի 22-ին Մայրաթոր Սուրբ դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին մեծ ուխտագնացություն է կազմակերպվում, որովհետև կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է, Մայր Տաճարի տոնն է։ Այո, բոլոր նրանց համար, ովքեր մտահոգ են այս իրավիճակով, մեր հայրենիքով, հա, մեր եկեղեցիով, ես ուղղակի որպես բարձրաստիճան հոգևորական հրավիրում եմ այդ օրը գալ Մայրաթոր եւ իրենց աղոթքը բարձրացնել առ Աստված, որպեսզի այս բաժանվածությունը, պարապտվածությունը վերջ գտնի մի օր։ Նզովելու իմաստ չեք տեսնում ոմանց, որպեսզի այս պարապտվածությունը, գիտեք, մենք չենք, դուք մտածում եք, մենք այդպես հեշտ կարող ենք գնալ դրան, այդ նզովելուն, հա։ Բա որ դեպքերում են ներգն։ Դուք ձեր զավակին կնզովեք։ Որ դեպքում կնզովեք։ Չգիտեմ, մտքովս անգամ չի անցել նման բան։ Տեսեք, շատ ճիշտ անկեղծ պատասխան էր։ Բա տեսեք, մեր համար հեշտ է այդպիսի որոշում կայացնել։ Հասկացա։ Սրբազան հաղորդման ձևաչափն այնպիսին է, որ վերջում ենք խմում ենք ջինի։ Եթե դա ձեր կանոններով չի արգելվում, խմենք։ Մեր կանոններով, թե նոր կանոններով։ Բոլոր կանոններով։ Այո, մեր հայրենիքի համար խմենք ու մեր եկեղեցու։ Լավ, մեր հայրենիքի ու եկեղեցու համար։ Հուսանք, որ փորձությունները կանցնեն շուտով։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար Սրբազան։ Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էր։ Դուք անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին։ Շնորհակալություն, որ դիտում եք, կհանդիպենք մյուս շաբաթ։ Ցտեսություն։